Բարև ձեզ, իմ զրուցակիցը հատուկ մանկավարժ Զենֆիրա Եգանյանն է։ Բարև ձեզ, Տիկին Եգանյան։ Բարև ողջույն սիրելիս։ Դուք այս ոլորտում եք արդեն գրեթե 10 տարի, հատուկ մանկավարժի մասնագիտությունը ընտրել եք եւ ձեր երեխայի մոտ ի հայտ են եկել որոշակի խնդիրներ։ Որտեւ ամենօրյա ռեժիմով ներկա եմ եղել կրտսեր դպրոցի ամենօրյա դասապրոցեսի բավականին լուրջ կրթություն ես ստացել եմ առաջի դասարանից 4-րդ դասարանում, երբ նստած եմ եղել նույն հարտակում, նույն շարքում, նույն աթոռների հավասարության վրա ու իմ մաշկի վրա եմ զգացել բոլոր այն դժվարությունները, որոնք կրում են ոչ միայն առանձնահատուկ երեխաները, այլ իրենց շրջապատի մյուս երեխաները, ուսուցիչները, հասկացել եմ ինչքան բարդ է, ինչ ահռելի աշխատանք է կատարվում, մանավանդ 10 տարի առաջ ընդհանրապես աուտիզմ հասկացության մասին ինֆորմացիա շատ պասիվ էր, շատ աղոտ էր, հիմա փառքն Աստծո իրազեկումը բավականին բարձր մակարդակի է, բավականին իրազեկված է նաև հասարակությունը մեր խնդիրներից։ Հետազոտության մեթոդները շատ զարգացել են, նույնիսկ հղիության ամենավաղ փուլերում տարբեր տեսակի հետազոտություններ են լինում, ինչպես է, որ այդ դեպքերը չեն նվազում։ Հեղինե ջան, սկրինինգ եւ աղաժամ հայտնաբերում որոշ առանձնահատկությունների Հայաստանում ընդամենը 5 առանձնահատկություն կա, որի մեջ ամեն դեպքում աուտիստիկ սպեկտրը զարգացման հապաղումը դեռ չի մտնում։ Մնացածն էլ այնպես չի, որ 100%-անոց այդ սկրինինգները արդյունավետ են, ես բավականին ինֆորմացված եմ այդ դաշտից առաջի մասնագիտությամբ տեղագործ լինելով։ Աուտիզմի առումով ինձ թվում է սա ավելի շուտ հետևոլյուցիա է։ Իմ անձամբ հետազոտությունների արդյունքը դա է ցույց տալիս, որ այնքան է էվոլյուցիան առաջընթաց ապրել, որ նորագույն տեխնոլոգիաները բերել են տուպիկի եւ սերունդը գնում է հետ էվոլյուցիա։ Ու գոհարի խնդիրներն էլ մենք հաղթահարել ենք հետ էվոլյուցիա գնալով։ Գնացել ենք գյուղ, անցել ենք գյուղաթերապիա ու ոչ մի հետազոտություն, ոչ մի մեթոդ այդպես էֆեկտիվ չի եղել, ինչքան մեր մեկամսյա գյուղաթերապիան սկսած հողը փորելուց, հարաբերություններից, վերամշակման ենթարկելուց, ճուտիկներ ինկուբատորի պահելուց, պտուղ հավաքելուց, սար բարձրանալուց, ցանելուց, աթար կտրելուց, թողնի քանի տարեկան է։ Արդեն 19 շուտով կլռանա իմ աղջիկի Հայունական պետական քոլեջի 4-րդ կուրսը, այսօր էլ ելույթ ուներ։ Երբ ես ուսումնասիրում էի թեման, ես տեսա, որ սկզբնական փուլերում փաստորեն ծնողները չեն ընդունում փաստը, երբ պարզվում է, որ առանձնահատուկ երեխա ունեն, սկզբնական փուլը շղթման փուլն է լինում։ Դուք ինչ փուլերով եք անցել։ Հասկացել եմ, որ պետք է աշխատել։ Շատ արագ հաղթահարել եմ, ասեմ ավելի, մեր ժամանակ դրական փորձ չկար։ Ես փնտրում էի դրական փորձերը, արդյունքները արտասահմանյան տերիտորիայում, տարածքում, ինչ է կատարվում աշխարհում, խնդիրը գիտեք ինչու՞մ էր, որ իրենք չկային։ Մեծ տարիքի աուտիստների մասին ընդհանրապես ինֆորմացիա չկար, բայց դա ինձ չի խանգարել։ Ես դիտարկել եմ իրեն որպես կենդանի օրգանիզմ, որպես բնության էվոլյուցիոն միավոր եւ մտածել եմ, որ պետք է անցնի բոլոր այն փուլերը, ինչ որ իր հասակակից ընկերները ու փառքն Աստծո իմ ձեռքը բռնողներ շատ են եղել այդ առումով, այսինքն ժամանակին, երբ Հայաստանում ներառական կրթություն սկսած մանկապարտեզից համընդանուր չէր, ընդհանրապես խոսք էլ չկար այդ համընդանուր ներառականության մասին, ամեն դեպքում ես ունեցա ընտրության հնարավորություն գնալ սովորական։ Դուք նախընտրեցիք, որ հանրակրթական դպրոց, որովհետև ես հիմա այլ կերպ եմ հասկանում ինչ է հատուկ դպրոցը։ Տարիներ առաջ ես ընդհանրապես չէի հասկանում։ Ես մի պատմություն նախախնամության ասեմ, ես այս մասին կուզեմ նաև երիտասարդներ լսեն, անկեղծ ասած։ Շատ տարիներ առաջ, երբ որ քույրիկս ձեռքս բռնած բժշկական ինստիտուտի քննություններ էի տալիս, ասեց, գիտես, 4 տեղ հնարավորություն ունեինք, որ կարող ենք նշել հենց իմ տարիներից սկսվեց 94 թվականին 93-94, որ հնարավորություն կար մի քանի տեղ նշել, ընդունելության քննությունները հանձնելուց հետո որոշել ինչ մասնագիտություն ես, ասեց, ուզում ես բժշկական ինստիտուտից բացի նշենք մանկավարժական համալսարան ունի դեֆեկտոլոգիայի բաժին։ Ասիսկ ինչ են անում 17 տարեկան աղջնակ, որ եկել էր քաղաք բժիշկ դառնալու երազանքներով, ասեց հիշում ես մենք մորաքույր ունեինք, ինքը գիշերօթիկ դպրոցում աշխատում, այն նման
Ինձ այդպես բացատրեց, ոյ իմ համար ցնցում էր, ասի երբեք ու շատ տարիներ հետո, երբ որ ես ինքնակամ գնացի մանկավարժական ինստիտուտ, արդեն մագիստրատուրա, բաժինը այլևս անվանաձևափոխված էր որպես հատուկ կրթություն, ես հասկացա, որ այս կյանքում շատ բաներ մենք գնում ենք մի ճանապարհով, որը մենք չենք ընտրել ու պետք չի խուսափել ոչ մի բանից։ Ասեմ ավելին, երբ ավարտում էի Տիկին Բախշյանի գաղափարն էր ինք ամեն դեպքում ներառական կրթությունը Հայաստանում համար 27 դպրոցում, ես նայում էի լուրերը, ես հետո եմ հիշել այդ իրադարձությունները, համադրել եմ էլի ճակատագրիչ անցած ճանապարհը։ Լուրերով ցույց տվեցին, որ մի երեխա DCP-ով ամբասայլակի վրա ընդունել են համար 27 դպրոց, բախումներ կան շահերի, մի մասը ուզում են, մի մասը չեն ուզում ու պապաս ասեց, լսում էինք միասին լուրերը, ասեց օրինակ ինչի է երեխեն չսովորի, դե ինք արդեն կյանք ապրած մարդ է, ավելի հասուն, ես պատասխանեցի, որ իսկ ինչ մեղավոր են մյուս երեխաները, որ ինքը ունի առանձնահատկություն 22 տարեկանում, որ ընդհանրապես ամուսնանալու մտադրություն չունե, ես չէի պատկերացնում ընտանիքը, բայց մի բան ասեմ, որ ես այդ 22 տարեկանի ողջամտությունը պահել եմ։ Երբեք չեմ պատկերացրել, որ ինչ որ մեկը մեղավոր է կամ պատասխանատու է իմ կրած խնդիրների համար, առավել եւս երեխաները հիմա ովքեր ինձ կլսեն ինձ անվանել են Անուշ Մորաքույր ես դպրոցում դասարանում այդպես էլ ավարտել եմ բեմի վրա որպես Անուշ Մորաքույր չնայած այդ դպրոցում աշխատել եմ եւ դասղեկ հետագայում եւ որպես ուսուցչի օգնական եւ որպես հատուկ մանկավարժ բայց ես մնացել էի Անուշ Մորաքույր ու դա էլ ունի իր պատճառահետևանքային կապը երբ որ երկրորդ դասարանում դեպք էր պատահել ուսուցչուհին դուրս պետքա գար 10 րոպեով իսկ ես այդ երեխաներից մեկն էի անընդհատ դասամիջոցին էլ դուրս չէի գալիս ես իմ օգնության կարիքը կար իմ երեխայի հետ կապված խնդրեց ուսուցչուհին որ հասնի զանգի ու հետ վերադառնա ասեցի ես կօգնեմ երեխաները ինձ ճանաչում են ինձ ընդունում են մնացել էր 20 րոպե ու ստեղծաշիրազ արդեն 10 տարի լավ հիշում եմ այսօրվա պես 1010 տարի ես վախենում եմ բրավոր ու բութ հավատացյալից կարծում եմ 3-րդ դասարանի ծրագիր էր դա արտասանեցին երեխաները ես դասարանի կենտրոնում կանգնած եմ Հեղինե ջան ես չտեսա Գոհարին ես 20 րոպե դասավանդեցի երեխաների հետ զբաղեցի իրենց հետ արտասանեցի դա մի բիոդաշտ է մի մասա է կրթական որտեղ յուրաքանչյուր իր պահանջմունքն ունի եւ գիտեք վերջում երեխաներից մեկը ասեց Անուշ Մորաքույր բա Գոհարը ու եւ երրորդ անգամ բեկումնային եղավ իմ մասնագիտության մեջ որ Գոհարին ես չեմ որ պետք է տանեմ երեխաներն են հիշելու Գոհարի մասին եւ ես սկսեցի իմ ամբողջ ջանքը իմ էներգիան ու եռանդը տալ այդ 30 երեխային որոնք իրանց հետ սկսեցին տանել արդեն Գոհարին Սա նեղ անձնական փորձ է Եղնե ջան, այսօր ով էլ գա քեզ հյուր եւ խոսի ներառականության մասին, սա շատ բազմակոմպոնենտ, բազմաբաղադրիչ է ինքը շատ, այստեղ բանաձև չկա։ Ամեն դեպքում շատ խնդիրներ կան, դասարանները առանցայն էլ մեծ են։ Նույնիսկ ոչ հատուկ կարիք ունեցող երեխաների պարագային շատ դժվար է յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել։ Իսկ այս դեպքում էլ առավել եւս դասվարները ասում են, որ իրենք էլ կուզենային, բայց իրենք ոչ ժամանակի այդ հնարավորություն ունեն, այդքան երեխաների եւ ոչ էլ ռեսուրսի։ Այդ դեպքում ինչպես է կարգավորվում այդ հարցը, այսինքն կրթելու պատասխանատվությունը ելի ծնողի վրա է մնում։ Եկեք բաժանենք երկու, ինչպես են հոգեբանները, երբ որ գնում ես դիմում ես ինչ-որ խնդիր կա, ասում են եկեք դրական, բացասական, հասկանանք, որն է ագերակշռում, ինչպես անենք, որ կոմպենսացնենք բացասական։ Եկեք առանձնացնենք։ Ուզում եմ, որ յուրաքանչյուրը վերլուծություն անի ինքը իր մեջ, ինչքան բարդ process է, որի մեջ դրական մասը առանձնացնում է հենց քաղաքականության մեջ։ Եթե ժամանակին համընդհանուր ներառումը ընդամենը քաղաքականություն էր, այսինքն խոսում էինք դրա մասին։ Հիմա այլևս դա օրենք է։ Հասկանալի օրենքը կա, հիմա փորձենք հասկանալ ինչպես է գործում այդ օրենքը գործում է, եթե այդ օրենքը չլիներ, ես հիմա այստեղ չէի լինի իմ դրական փորձով։ Բայց այդ օրենքի
օրենքի մեջ դերաբաշխումը սխալ է արված։ Բիզնեսն էլ ունի, չէ, այդպիսի կանոններ ունի ինքը։ Կրթությունն էլ է բիզնես։ Մենք ներդրում ենք անում կրթության մեջ մեր երեխայի կրթության եւ պետք է պրոդուկտ ստանանք, այսինքն ներդրածը եւ ստացված պրոդուկտը պետք է իրար բալանսավորեն։ Հիմա երբ որ միատարր է լինում կրթական համակարգը, այնտեղ մրցակցություն այլևս չկա։ Այսինքն գիտեմ, որ կա, չկա, սա է դպրոցը, այդ ունի, այդ հնարավորությունն է։ Բայց եթե զուգահեռ, օրինակ, ես եկեք հատուկ դպրոց բառը շատ ցենց ինքը ճակերտավորված ու պիտակավորված է։ Ռեսուրս կենտրոններ, որոնց մասին հիմա շատ խոսում եմ, որոնց ես ինքս դիմադրել եմ մի բա, հետո վերլուծել եմ, հասկացել եմ, որտեղ բացատրեցին նպատակը, ինչումն է, ոչ թե առանձնացումն է, այլ դպրոցի ներսում պատրաստումն է դեպի դասարան։ Ինչ կանով դա կստացվի, ինչ կանով կմնա դա թղթի վրա, այլ հարց է։ Գաղափարի մասին եմ խոսում։ Հիմա երբ որ լինեի մրցակցություն, ծնողը ընտրելու իրավունք ունեն, այսօր այդ հատուկ դպրոցներ հաճախող ծնողները, որոնց հետ ես բավականին շատ կոնտակտ ունեմ ու ես գիտեմ ինչ է, չեք պատկերացնում ինչքան գոհ են։ Շատ ավելի գոհ են, քան հանրակրթական դպրոցներից։ Այսինքն երբ հատուկ կարիքներ ունեցող երեխաները առանձին են կրթություն ստանում, բայց եթե հիմա շեշտը դրվեր այդ դպրոցների զարգացման, ռեսուրսային առումով ապահովման եւ այլնի վրա, միգուցե իրենք մրցակից դառնային հանրակրթական դպրոցներին եւ նաեւ մասնագետները փորձեին ավելի լավ պրոդուկտ տային, քան թե, այսինքն բիզնես նպատակ գործ էր։ Տեսեք, մասնավոր դպրոցները դա չի հակասի ներառականության մոտեցմանը։ Դե հիմա ավելի շատ է հակասում։ Եթե երեխան ներսում է ու ներսում չի, դա ավելի է հակասում։ Օրենքը մենք ենք ընդունում, հետեւաբար այդ օրենքի վերաձևափոխումը, այդ օրենքի մշակումը, հանրային քննարկումը, հաջողված դեպքերի վերլուծությունը կարող է այդ օրենքի մեջ ենթակետեր բերել, նստել հասկանալի է, բայց տեսեք, մի բան է, երբ հատուկ կարիքներ ունեցող երեխաները իրար հետ են անընդհատ հաղորդակցվում, մեկ այլ բան է, երբ հաղորդակցվում են մյուս բոլոր երեխաների հետ, դա նաև դաստիարակություն է ոչ միայն հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար, այլ մյուս երեխաների համար, որտեղ իրենք տեսնում են կյանքի բազմազանությունը, հոգատարություն է ձևավորվում, այսինքն փոքր տարիքից այդ հանդուրժողականությունն է դաստիարակվում։ Նաև քոլեջում էին փորձագետներ եկել Երևանի հայ-հունական պետական քոլեջում ու իմ ելույթը հենց շեշտը դրված էր դրա վրա, որ երբ որ երիտասարդները այս ներառական կրթությունը ինչքան որ մեր երեխեքի համար է, առանձնահատուկ երեխաների, նույնքան ու առավել կարևոր է ոչ առանձնահատուկ մեր նեյրոտիպիկ, այդպես ասեմ, երեխաների համար, երիտասարդների համար, որտեղ նրանք սկսում են իրազեկվել նաև ֆիզիկապես այլ հնարավորություններ, բայց մտավոր այլ հնարավորություններ, ֆիզիկական այլ, այսինքն իրենք տեսնում են կյանքի հնարավոր շերտերը, ինչը իրենց պատրաստում է հասուն կյանքի։ Իմ ելույթը հենված էր հենց դրա վրա, որ սա միայն առանձնահատուկ երեխաներին չի վերաբերում, ամբողջ հասարակությանն է վերաբերում։ Ուղղակի պետք է այստեղ դերերի բաշխում լինի, որտեղ է սկսվում ծնողի պատասխանատվությունը, որտեղ է ավարտվում, որտեղ է սկսվում դպրոցի պատասխանատվությունը եւ որտեղ է ավարտվում։ Հասկանում եք, ամբողջը թողնված է հասարակության ինքնագիտակցության վրա։ Բայց մենք վերջի տարիներին ազգովի Սա մի հոգու խնդիր չի, սա մի ամբողջ ազգի նախ ներառական կրթությունը, երբ որ դարձավ համընդհանուր, ինքը կանգ ապրեց։ Պանդեմիան, այն ինչ որ պետք է ունենայինք մենք արդյունքը 3 տարով այդ օրենքը դադարեց գոյ, որտեղ մյուսների համար չկար կրթություն, ելույթ մնաց կրթության առանձնահատուկ պայմանների շատ երեխաներ, այլ որ ասում եք պատճառագիտություն, հենց այդ տարիներին ծնված երեխաները 3 տարի կոնտակտ չունենալով իրանք ստացան վտանգ դա ունենալ զարգացման հապաղում։ Ելույթ մնաց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին։ Իսկ եթե դա ամրագրված լինի կանոնակարգով, ու ինչի համար պատասխանատվություն կրեմ ես, դուք, այն երիտասարդը, որը նստում է առանձնահատուկի կողքին, թողնված է ինքնագիտակցության վրա։ Տարրական պայմաններից, չէ, հատուկ կարիքներ ունեցող երեխային դասարանային պայմանները, սանհանգույցից օգտվելու պայմանները, աստիճանները, հազար ու մի հարց կա, բացի էմոցիոնալ հարցը, բացի այն, որ ինչ-որ բաներ պետք է այլ կերպ բացատրել, այլ կերպ աշխատել, նաև ֆիզիկապես ադապտացվելու այդ խնդիրը կա եւ պիտի դպրոցները հարմարեցված լինեն։ Օրինակ,
սկսած այդպիսի դժվարություններից մինչև հոգեհուզական մյուս հավատացեք այդտեղ էլ օգնության գալիս մեր հայի ինքնագիտակցությունը։ Ես պիլոտային դպրոցում եմ 10 տարի եղել, նորից կրկնեմ բոլոր պաշտոններում եղեմ, գիտեմ յուրաքանչյուր անկյունի եւ բաց թողումը եւ առավելությունը, հավատացեք, եթե լինի հուզակամային ոլորտի բավարարվածություն, ոչ մի խնդիր չի լինի։ Ծնող գիտեի, որ երկրորդ հարկից երեխային գրկած անվասայլակից, բայց իրենք բավարարված էին։ Դա իրենց չէր խանգարում։ Երբ ես այս թեման ուսումնասիրում էի, տարբեր տարիների հաղորդումներ էի նայում, ես տեսնում էի, որ 5 տարի առաջ խոսում են նույն խնդիրների մասին եւ 10 տարի առաջ խոսում են նույն խնդիրների մասին եւ այսօր նույն խնդիրն։ Դա է խնդիրը։ Դա գլոբալ խնդիրը դա է, որ գոնե այդ խնդիրների մի մասը պիտի արդեն լուծված լինի։ Ասեմ ավելին, ամբողջ աշխարհը գլոբալ տաքացման մասին է, ես արդեն հասկանում եմ, որ գլոբալ տաքացումը մեզ չի սպառնում, մեզ ավելի լուրջ գլոբալ խնդիրներ են սպառնում, հանդինս ասեմ հոգնակի ակերտով այս առանձնահատուկ ձակուկների, որոնց մենք պատրաստ չենք։ Սա ազգային անվտանգություն է, սիրելիներս։ Ազգի գենոֆոնդի պտուղի կորուստ է գալիս։ Մենք դրան պատրաստ չենք։ Ես սա սարսափով եմ ասում, որովհետև եթե գլոբալ տաքացման դեմ հələ կարող են մի երկու արտանետում կպակասեցնեն եւ այլն տեխնոլոգիաներով, սրա դեմ չեն կարողանալու առնել։ Այո, շատ է փոխվել ծնողների ինքնագիտակցությունը։ Տեսեք, ես առաջի դեմերից եմ, որ մայրը չխնամի, չզբաղվի երեխայի խնամքով մինչև 3 տարեկան, միգուցե հին մարդ եմ, դեմ չեմ։ Պիլոտային process է գնում, մի քանի մանկապարտեզում տարի կեսից արդեն տարվում է դեռ քաղաքականություն, ասեմ, օրենք, ասեմ, չգիտեմ, բայց ներդրել են պիլոտային ծրագիր, փորձարարական, որ տարի ու կեսից երեխաները լինեն մանկապարտեզում։ Հատուկ կարիքներ ունեցող երեխաներ։ Այո, չէ, բոլոր երեխաների մասին է խոսքը։ Տարի ու կես լրացած երեխան այլևս պետք է պետությունը ի վիճակի լինի ռեսուրս տրամադրի ծնողին, որպեսզի ծնողը գնա աշխատանքի, այդ թվում նաև մայրը եւ երեխան պետք է խնամ։ Առաջին, ինչպես հայավարի, դա նստած է մեր բոլորի մեջ, բոլոր նորություններին մենք sense բուրըն միանգամից արձագանքում եմ, փառքն Աստծո, ես հետո նաև վերլուծում եմ։ Հետո երբ որ վերլուծում ես, հասկանում ես, որ տարի կեսում ինքը կարող է տանը լինել ու գadgetներով տարվել, դա արդեն գլոբալ օգնությունն է, որտեղ պարտեզում չի լինում դա։ Այսինքն պարտեզում հասակակիցներ են, խոսք է, ծապ է, պարապմունքներ են տարիքային չափորոշիչներին ու ես ինքս վերլուծելով հասկացա, որ դա շատ հարց կարող է լուծել, որովհետև սովորաբար այն խնդրի մասին, որ ասում եմ շատ վտանգավոր է ու իսկ ազգային անվտանգության վտանգ է ներկայացնում իրենից, հիմնականում այսօր պատճառագիտության հիմնական օղակը դրանք գadgetներն են, սոցիալիզացման պակասը, գadgetները, որոնք ավելի արագ են տալիս ինֆորմացիան, ավելի գունեղ են, ավելի շարժուն են ու դրանից հետո երեխային իմ քայլ կա անգամ դանդաղ է թվում, անհետաքրքիր ու ինքը մտածում է, որ ես իրան չեմ կարող այլևս ոչինչով հետաքրքրել, իսկ այնտեղ ավելի նոր է, ավելի վառ, ավելի արագ, ավելի եւ այդպես սկսվում է արդեն արհեստական ստանալ այն, ինչ որ մենք ենթադրենք իմ երեխայի ժամանակ գadget չի եղել։ Այն տարիներն էին, որ չկար նման համակարգիչներ չենք ունեցել հեռուստացույց, բայց երբ որ ինձ խորհուրդ տվեցին, որ հեռուստացույցը պետք է անջատվի տան, իմ երեխան սկսեց պատուհանից նայել, ինքը պետք է Դակսի իսկ ով տվեց այդ խորհուրդը։ Մի շատ երիտասարդ դելֆինաթերապևտ, այո, Երևանում ժամանակին Կոմիտասի այգում, զբոսայգում շարժական դելֆինաթերապիայի բաներ բացվել, կենտրոններ բացվել, հետո չկարողացան այդ դելֆիններին, ըստ երևույթին, իրենք բնության մեջ պետքա լինեն, այտենց կտրված, վախեցան հիվանդացավ մեկը, այտենց ոնց որ փակվեցին։ Բայց մենք գնացինք 10 կուրս ու այնտեղ հիմնական խորհուրդ տվողը, այնտեղի դելֆինաթերապևտներ, որը ուկրաինացի էր, գրքերով առաջնորդված, այնտեղի փորձով, առաջի օրն ասեց անջատեք հեռուստացույցը, ու մենք կուրորեն եկանք տուն եւ անջատեցինք հեռուստացույցը։ Այսօր ցավոք սրտի ես չեմ կարող նման բան խորհուրդ տալ։ Հասկանում եք, որովհետեւ ես չեմ կարող կտրուկ
բոլորին կտրուկ, որտեղ դա կարող է շատ ավելի վատ հետևանքներ ունենալ։ Այսօր պետք է աստիճանաբար, որպեսզի ցնցումը կտրուկ չլինի, Կարծում եք, որ առողջական այդպիսի խնդիրների կամ խրոմոսոմային շեղումների պատճառ նաև կարող է հանդիսանալ այն, որ այսօր մարդը շատ կախված է եւ կապված է on-line հարթակների։ Էվոլյուցիան մարդու ինչպես են տածել։ Սկզբից ժեստեր, աշխատանք, ձեռք, հետո նոր եկել է խոսք։ Մենք դրա մասին չպետք է մոռանանք։ Դրա համար ես իմ աշխատանքային գործունեության հիմնական հատվածը տրված է ժեստերին, ոչ խոլոհամրերի ժեստերին, չնայած շատ ժամանակ դրանք համընկնում են, որովհետև ամեն դեպքում, այսինքն գadgetների դեպքում խախտվում է։ Գadgetների դեպքում այլևս չկա ձեռքի աշխատանք։ Չկա։ Տեսեք, սա եւ փորել ամբողջական մոտորիկա բացարձակ չի աշխատում։ Եթե մանր մոտորիկա չկա նաև խոշոր մոտորիկա, նստած է։ Քայլելով մենք գadget չենք նայում։ Հասկանում եք, մենք նստած ենք անընդհատ, մենք ի նկատի ունենք մեր երեխան։ Արդյունքում ինչ է, ամբողջ ֆիզիկական մասի ու հենց այդտեղ հենց էվոլյուցիան կանգ է առնում։ Զարգացման էվոլյուցիան, ինչի արդյունքում մարդը նախնադարից արկածեկի ասել է սկեթի, մի IT ոլորտի նեղ մասնակետ էր զանգահարել ինձ կոնսուլտացիայի ձակուկի հետ կապված, ասեց ախր տիկին Զենֆիրա, ախր մեր ընտանիքում մենք զարգացած, ասում սիրելիս, հենց այդ էվոլյուցիա ենք գնում, հասել ենք պիկին, հիմա սրիվ է գնում, էլի այդ բառը ոնց ասեմ, բեկում պետք է լինի, գնում ենք հետ էվոլյուցիա։ Բայց կարծում եք հնարավոր է հետ գնալ նորից։ Հնարավոր է, տեսեք, երբ որ երեխան արդեն հողի հետ է շփվում, տեսեք գյուղերում ստատիստիկա կա, մոնիտորինգ, այ ինչպես ներառական կրթության մեջ, այ Վանաձե, որ ասում եմ, միասին մի բան դուրս բերենք, դերերի բաշխումից հետո պարտականություններից, երբ որ հոգսը կամ դպրոցի վրա չի, կամ ծնողի վրա չի, բայց հոգս պարտադրված կանոնակարգ, ոչ թե ի ցանկություն կուզեմ այսօր կանեմ, կուզեմ չէ։ Եթե մյուս երեխաների դեպքում ամենօրյա մոնիտորինգ, մեր երեխաների դեպքում ամենժամյա մոնիտորինգ է պետք։ Հաջորդը մշտադիտարկումն է, օրինակ մարզերում։ Ես ամեն գյուղ գնալուց Շիրակի դաշտավայրում հետաքրքրվում եմ, իմ հետազոտությունն եմ։ Դպրոցում 1-2 երեխա, այն էլ խոսքով, որոշակի վարքային շեղումներով։ Ինչով է պայմանավորված։ Եկեք հասկանանք, գյուղում երեխաները ժամանակ չունեն։ Նա պետք է հայրիկին օգնի, ցախը տանի, աթարը կտրի, որովհետև այդպես է գյուղի կյանքը։ Այսինքն քաղաքում առանձնահատուկ երեխաներ ավելի շատ են ծնվում։ Այո, ավելի շատ են, միգուցե չծնվում, բայց դառնում, սիրելիներս։ Դուք գիտեք, որ այսօր մեծերի մեջ էլ կա աուտիզմ են անվանարկում, ոչ աուտիզմ, աուտիզմ ձեռք բերով։ Երբ որ հասուն մարդը մեկուսանում է։ Այսինքն եթե երեխան գենետիկորեն չունի նախատրամադրվածություն, կարող է ձեռք բերել։ Այո, միանշանակ, երբեմն երբ որ ինձ հարցնում են առաջի հարթ ծնողների, դուք գիտեք ինչ որ մեկը որ լիարժեք կազդուրվել է։ Իմ պատասխանը լինում է, ես գիտեմ, որ լիարժեք մեկը հիվանդացել է։ Հասկանում եք, լիարժեք մարդը կարող է մեկուսանալ եւ հիվանդանալ, եթե չեն զբաղվում իր տարիքային չափորոշիչների ձևավորման։ Այսինքն մենք ինչպես ենք մեծանում։ Յուրաքանչյուր տարիքում մենք պետք է տիրապենք որոշակի ինֆորմացիայի, որի անուն դրված է կրթական համակարգում տարիքային չափորոշիչ։ Այսինքն ինչ պետք է կարողանա անել երեխան այս տարիքում եւ կարողանում է թե չի կարող կամ ավելի շատ է կարողանում։ Եվ շեշտը դրվում է աշակերտակենտրոն մոտեցման։ Հիմա օրինակ մենք այդպես ենք աշխատել իմ փորձով։ Երկրորդ դասարանում գիտենք, միգուցե ամբողջ դասը չի կարտացել գոհարը, բայց իմացել է դասի ինֆորմացիան։ Այսինքն ինքը ինֆորմացիոն առումով երբեք իր տարիքից հետ չի մնացել։ Կարտալով հետ է մնացել, գրելով մի քիչ չի հասցրել, բայց իմացել է, որ բժիշկայբոլիտ են երկրորդ դասարանում բոլորն անցնում։ Ուրեմն ինքը աբստրակտ չի հասկացել է նկարով։ Այսինքն այդ պահը պետք է ապահովի, եթե նույնիսկ նեյրոտիպիկ երեխի դեպքում այդ տարիքային ինֆորմացիայի պակաս է քաղց է սկսում, ինքը մի փուլում դառնում է աուտիստ։ Ոչ թե աուտիստ հիվանդություն, այլ իր սպեկտրի դրսևորումներով։ Եվ իդեպ հետաքրքիր բան կա, չէ, հոգեբաններն էլ, մասնագետներն էլ ասում են, որ որևէ երեխա երբևէ հետաքրքիր կենթանի խաղին չի
նախընտրի հեռախոսով որևէ բան նայելը։ Եթե դու կարողանում ես հետաքրքիր ստեղծել դրանով մոնիտորինգը հենց դրա մասին է, որ դու ամեն վարքյան։ Այլ բան է, որ ծնողը չի կարողանում ամեն րոպե ստեղծագործականորեն մոտենալ այդ process-ին։ Տեսեք, եկանք արդեն պետական այդ քաղաքականության վրա, որ եթե ծնողը չի հասցնում, ծնողը հոգնում է իր աշխատանքի, բայց պետք է աշխատի ծնողը, այսինքն բժիշկը, որ ավարտել է, եթե ինքը 3 տարի չաշխատի, նորից պետք է գնա կրթություն ստանա։ Ինչ անել այդ դեպքում։ Այդ դեպքում բացվում է մանկապարտեզ, ինչին ես ասում եմ, լինելով առաջի դեմը, որ մաման պետք է իր երեխայով զբաղվի առաջի 3 տարին, որովհետև ես այդպես եմ արել, բայց դրանից առանձնապես ես օգուտ չեմ ունեցել։ Ոչ էլ իմ երեխան, միգուցե տարի կեսում գոհար հեռուստացույցի մոտ լիներ մանկապարտեզում, եւ չունենայինք մենք այս խնդիրները։ Մյուս կողմից Հեղինե ջան, տեսեք, կան հիմա ոչ մեկ չի կարող ասել, ես երկար տարիներ ինքս ինձ որպես ծնող հարց եմ տվել, որտեղ ես դու սխալվել, որտեղ ես դու ինքդ կորցրել քո երեխային, դա ստաբիլ բոլոր ծնողներն են։ Գիշերը գլուխը բարձին դնելուց մենք մեզ մեղավոր ենք զգում, նույնիսկ այդ օրը իր անկած վերքի, ոտքի վերքի հետ կապված, թե պատկերացրեք ինչ ենք զգում մենք, երբ որ անվերադարձ ոչ թե վերք է, ոչ թե ինչ որ բան։ Բայց ես 2 տարի առաջ չեք հավատա, նվեր էինք ստացել Գոհարս 6 տարեկանից, սա նաև ծնողների համար եմ ասում, այդ ինքնախարազանման հետ կապված։ 6 տարեկանից աշխարհագրությունում էր մեր բոլոր պատերին, քարտեզներ էինք ու ես երբեք չեմ խոսում, ինքը այդպես է սկսել իր էքսպրեսիան, առաջի անգամ աշխարհագրություն պատմելով է հանդես եկել, հիմա արդեն դասախոսություններ է կարդում, փոքրիկ հանրության առաջ եւ այլն։ Ուրեմն խաղ էր Մեգապոլիս, որտեղ ամբողջ աշխարհի պետությունների բոլոր հնարավոր անհնարավոր պետությունների քարտեզները նվեր էր ստացել իր ամենահամերգին ընկերոջից, այդ օրը մի քիչ լարված էր, ասի գոք վեր բացենք, տեսնենք ինչ էս նվեր ստացել, չէինք բացել, այտենց նվերը դրված էր, չէր ուզեցել ինքը, չէ։ Բացեցինք Հեղինե ջան, ես այդ օրը մենք ամուսիններով զրուցեցինք, ասում եմ ինքը էսպես ծնվել է, նա էսպես ինչի դարձ է, նա այդ նեյրոսեցիով, այսինքն նեարտային կապով, այդ սինապսի, այդ գծիկով ինքը ծնվել է։ Հեղինե, ես չի պատկերացնում, ես գիտեի իր հնարավորությունները, բացարձակ լսողություն, օտար լեզուների հանդեպ այնպիսի երկրների դրոշը ցույց եմ նոր եմ բացել տուփը, դրոշը ցույց եմ տալիս ինքը մայրաքաղաքը պետությունը, լեզուն պետական, որ երկրի հետ է սահմանակից հյուսիս հարավ, ես չգիտեի ծիծաղեի, լացեի, մենք նկարել ենք, տեղադրել են ճիշտն ասած, ու ինքը իր ոգևորությունը, ես հասկացա, որ ես տարիներ ինձ խարազանել եմ, ես հիմա սա ասում եմ, որ շատ բաներ իրանց կենտրոնական նյարդային համակարգի կառուցված, միգուցե նաև ծայրամասային, միգուցե այստեղից ինֆորմացիան գալիս է, տեղ չի հասնում կամ ծայրամասից չի դա էթալոգիաներից մեկն է, պատճառաբանություններից, բայց որ գենետիկ նախատրամադրվածությունը շատ կարևոր է, միանշանակ շատ կարևոր է, բայց դա ոչ մի ծնողի չի ապահովագրում, այ իմ սերունդի ու այս գալիք սերնդի, որոնք նոր են ունենում երեխաները, որպես խորհուրդ ուղղակի հեռու պահել գadgetներից, երեխաներն անսահմանափակ դա հնարավոր չի անել։ Այո, բացարձակ հնարավոր չի։ Շատ հետաքրքիր ու ինդիվիդուալ է, օրինակ իմ տղան համակարգչում կորում է։ Նա գնում է, Գոհար համակարգչից ինֆորմացիան դուրս է բերում, կիրառում է։ Տեսեք, մեկը ունի առանձնահատկություններ, ունի գեր սոցիալիզացում, բայց համակարգիչ իրան տանում է։ Այստեղ չկա բանաձև, այստեղ պետք է ունենաս օգտակար գործողության բարձր գործակից, թե ինչպես դա անմարդկային մի բան է, դատել ինչ-որ մեկին, ուսուցչին, ծնողին օրենքը պետք է գործի ու հուսով եմ, որ շատ շուտով։ Այսինքն օրենքով կարգավորվի, որ երեխաներին թույլ չտան գadgetները։ Օրենքով չէ, օրենքով չեն կարող կարգավորել, օրենքով կարգավորվի ծնողի պարտականությունները, դպրոցի պարտականությունները, սահման չկա, կրթական process-ի մասով։ Այո, ես նորից եմ կրկնում, մենք ինչ ենք, մարդը կրթական process-ի արդյունք է, մարդը կրած ինֆորմացիայի պատասխանատուն է եւ կրած ինֆորմացիայով է հասունանում։ Հեղինե ջան, չի լինում մարդը տանը մնա ու ստանա ինֆորմացիա, չկա, որտեղից ստանում է ինֆորմացիան, երբեմն դիետոլոգներն են ասում, չէ, ասում են մենք այն ենք, ինչ մենք ուտում ենք։
Մենք այն ենք, որ ինֆորմացիան, որ կրում ենք, այդ ինֆորմացիան ճիշտ կլինի վերադասավորված, կլինի սերունդը պատրաստ, սխալ կլինի վերադասավորված, ինքը անպատրաստ է, հասկանում եք, ուղղակի նաև հաշվի առնելով այդ երեխայի ուժեղ կողմերը, թե նա ինչ բնակավարում է։ Ես օրինակ նկարելը բացառել եմ Գոհարի ու երբեք չեմ խրախուսել, որովհետև դա փակում էր իրեն։ Իսկ երգելը էքսպրեսիա էր, որը հաղորդակցման լեզու էր։ Մենք հիմա շատ սեմինարներ ենք անում, վերջերս մենահամերգ ունեցանք Կոմիտասը որպես հաղորդակցման միջոց, թերապիա, որով մենք մեծացել ենք։ Դուք պատկերացնում եք 5 տարեկան երեխան Շանթի Չինարեսի 18 տարեկանում ինձ ասել է ես պետքա կատարեմ այդ երգը գործիքավորումը Շանթի լուրերի ժամանակ հնչած ինձ պետքա թավջուտակ ռոյալ ու մենք իր երազանքը իրականացրեցինք որ հա ինչքան զորեղ է մեր երաժշտությունը մեր այբուբենը ինքը աղոտ կա ինքը ես չեմ կարող ասել ինչ ազդեցություն ունի երեխաների վրա։ Տիկին Զենֆիրա, վերջերս մի դեպք եղավ, երկու դեպք, թե այդպիսի դեպքեր կարծում եմ ավելի հաճախ է լինում, պարզապես երբ բարձրաձայնվում է, այդպես հնչեղություն է ստանում, եւս մեկ անգամ այդ թեմային ավելի խոշորացուցով ենք սկսում նայել, երբ վերջից զանգի արարողության ժամանակ հատուկ կարիքներ ունեցող տղային թույլ չէր տրվել բեմ բարձրանալ, դուք այս իրավիճակին ինչպես եք նայում։ Որպես ծնողներս մենք շատ խոցելի ենք։ Իմ աղջիկը երգում է «Օբի միմինյա» Не отпускай ուկրաներեն, չգիտեմ, ինքը իրեն ուսումնասիրել է եւ այլն, պաշտում է ռուսերենը։ Բայց մի 3 օր առաջ օբի միմինյա, ես ուզում եմ որ պատերազմը ավարտվի, երգենք ու բնականաբար դասախոսը վոկալի, ասեց ես կնվագեմ, չնայած որ ժողովրդական երգ է մեր ուղղվածություն, ասեց բայց ժամանակ առ ժամանակ ցանկացած մարդ պորտկում է ունենում ու կարևոր չի ջազ կլինի, նույնիսկ ռաբիս կարող է մարդ ուզենա, էլի ու դա երաժշտին պետք է թույլ տա։ Երկեցինք ու վերջում ինքը ասեց Սլավա Ուկրաինա։ Ինչ? Սլավա Ուկրաինա, որ ասենք ընդհանրապես այդ թեմայով մենք այնքան խնդիրներ ունենք շատ, էլի, մենք այլ առօրյա ունենք, մենք ամեն օր պայքարում ենք եւս մեկ երեխայի արտաբերած հնչյունի համար, մենք այդ գլոբալ թեմաներին չենք ասել։ Հիմա եթե վերադառնանք թեմային, հիմա ինքը անընդհատ, եթե դու երեխայի հետ ես, կալցոն նռնակից հանածա ու քո ձեռքում է։ Բայց ես կոնկրետ այսօր իմանալով որ կարող է Պուշկին երկի բրծնի ու այդ Դոմ Մոսկվի անձնակազմի մոտ հանկարծ մեկ էլ միամիտ վերջում ասի իսկ հիմա ուզում եմ ուկրաներեն երգել, հասկանում եք, չի, դա շատ տգեղ։ Այսինքն երբ որ անգամ առաջարկում են, որ եկեք բեմ բարձրացեք, Հեղինե ջան, այդ ծնողը արդեն այնքան է դրտված օջախ, որ չի ստացվել ու նորից, հասկանում եք, ծնողին այսինքն այս իրավիճակը երկու կողմ ունի։ Միանշանակ։ Մի կողմից վիրավորական է եւ ծնողի համար եւ երևի երեխայի համար, մյուս կողմից մտավախություն կա, որ կարող է անկառավարելի իրավիճակներ լինել։ Այո, այսինքն ոչ թե թույլ չեն տվել, ես այսպես հասկացա, նաև հետ, որովհետև ուսումնասիրեցի տարբեր կողմերի խոսքը։ Դպրոցը որոշակի մեկնաբանություն տվել է։ Ոչ թե թույլ չեն տվել, այլ ծնողն էլ չէր կարողացել հաղթահարել իր ցավը, հասկանում եք։ Ուրեմն ինչ որ բան այն չի եղել։ Ես ինքս մի փոքր պոստել ես եմ արել, որ եւ վերջի զանգից առաջ կյանք կա սիրելիներս եւ հետո կյանք կա։ Մեզ մարդկային համերաշխություն է պետք ընդամենը։ Դա մի օրում չի լինում, դա 2 օրում չի լինում, Հեղինե ջան։ Հիմա ուր է գնալու Դավիթը։ Իսկ հիմա մեզ ավելի շատ հիմա պետք է սա ուզի, քան այդ բեմական, այո, բեմը շատ կարևոր է, դա պահանջմունք է Մասլոուի բուրգի գլխավոր բան, որոնցից յուրաքանչյուրս ունենք ու եթե այդ պահանջմունքը չի բավարարում, մենք կարող ենք պայթել։ Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե Դավիթը հիմա ինչպես է զբաղվածություն ունենալու, ինչպես է դասավորվելու Դավիթի, ենթադրենք ներողություն եմ խնդրում իմ Գոհարի Դավիթ չասեմ, որ սենց կոնկրետ։ Ես շատ կուզենայի, որ արժանապատիվ կյանքի որակ ունենան, գիտեք, որովհետև կյանքի որակը շատ ավելի կարևոր է, քան այն քանակական ու չգիտեմ մոտեցումները, որոնց մասին մենք ցավոք շատ ենք խոսում։ Ես կոնկրետ այսօր պայքարում եմ կյանքի որակի համար ու գտնում եմ, որ ծնողները, այո, ապրի Դավիթի մաման, որ չի ամեն դեպքում հաշտվում
որ պետքա պարտվի, որ պետքա լռի ու հաշտվի իրականության հետ։ Կարծում եմ, որ պատկամարմինները լուրջ կվերաբերվեն ոչ թե վերջի զանգի օրը, այլ ինչպես հայեցակարգ է մշակված, ինչպիսին պետք է լինի վերջի զանգը, օրինակ պատմական իրողություններ, նախագծային ծրագրեր։ Եվ ինչպես պիտի իրենք ներգրավված լինեն, այո, ինչպես նախապես պետք է հայեցակարգ լինի, պետք է ուղղորդվեն ուղեցույցներ, իջեցվեն դպրոցներին։ Յուրաքանչյուր միջադեպ հնարավորություն է իրավիճակը խորապես վերլուծելու։ Եվ այո, եթե հատուկ կարիքներ ունեցող առանձնահատուկ երեխան հայտնվում է բեմին, ինքը պիտի արժանապատիվ ներկայացված լինի։ Միանշանակ։ Տեսեք, հետաքրքիր ցուցադրություն ենք ունենալու, որը ծնողներն են արել իրենց երեխաների համար, եւ լինելու է փոքրիկ թերապևտիկ համեր, որի ժամանակ երեխաները անկախ նրանից ինչքան են տիրապետում դաշնամուրին, բայց ունենալու են հանդիսատես, նվագելու են, ստանալու են իրենց ծափահարությունները, վայելելու են այդ ծափահարությունների ալեկի թերապևտիկ ազդեցությունը, բայց մի երիտասարդ ունեմ, որը նոր է սկսել նվագել։ Նա արդեն 20-ից եւ զբոսավար է բավականին լուրջ, որը անգլերենով անցած օրը Եվրոպայի դեսպանին ցուցադրություն էր ներկայացնում։ Ես երբեք թույլ չեմ տա, որ նա հիմա այդ փոքրիկ նյութը նվագի, այդ ձեր արժանապատիվ ներկայանալու մասին է խոսքը։ Այսինքն իրենց պետք է վերաբերվել նաև ըստ իրենց կենսաբանական տարիքի։ Դա շատ կարևոր է։ Այսինքն չվերաբերվել երեխայի, օրինակ 14 տարեկանին, այնպես ինչպես 4 տարեկանին, որտեղ դրանից իրենք չեն հասունանում։ Այդ ես արժանապատիվ որ ասում եք, ի նկատի ունեմ, որ նաև բեմի վրա լինեն իրենց տարիքին ու իրենց հասակակիցներին համապատասխան որակի եւ ձևի մեջ։ Դա նաև շատ կարևոր է մոտեցումների իմաստով, որովհետեւ այս դեպքում եւ թերխնամքն է խնդիր, եւ գերխնամքը։ Դե մենք ծայրահեղությունների ժողովուրդ ենք։ Բայց առանձնահատկություններ ունեցող երեխաների դեպքում կարծում եմ մեր մենթալիտետի պայմաններում հատկապես հարազատների կողմից գուցե գերխնամք կլինի, որը կարող է ավելի շատ մտավախություն է։ Մենք ուր գնում ենք, ես այսօր գնացել եմ նռնակի կալցոն ձեռքիս մեջ, ես չգիտեմ ինչ կլինի ու ես պատկերացնում եք նոտաները մոռացա ինչ պետք է նվագեմ, այդ դաշնամուրը լավ լարված չէր, բայց Գոհարն ավելի լավ իրան դրսևորեց, քան ես։ Մեզ փախա այդ տեղից, որովհետև ես բոլոր ծնողների նման առանձնահատուկների մենք դառնում ենք 6-րդ զգայարան ունեցող։ Մենք արդեն 4 քայլ հետո տեսնում ենք, ինչ սովորական մարդիկ չեն տեսնում, հավատա Եղնե ջան։ Նամանավանդ այդ որ մեր խոսքը։ Նույն կերպ այդ մաման ինքը 4 քայլ հետո տեսել է։ Ու ինքը արդեն այնքան է իր մեջ նեղվել, ցավել, ողբացել, տառապել, ինքը չի համարձակվել այդ կալցոն հանի, որտեղ գիտի որ պայթելու է։ Մահապարտ պետք է լինի։ Բայց ամեն դեպքում, եթե նեղվել էր ծնողը, որ երեխան բեմ չի բարձրացել, հավանաբար ինքը կուզեր որ բեմ բարձրանա։ Միանշանակ, բայց ուզենալը մի բան է, այդ ցավի միջով անցնելը մեկ այլ բան է։ Ամեն դեպքում այստեղ շատ նրբություններ կան։ Ես բոլոր ծնողներին համբերություն եմ ցանկանում, իրանց իրոք օգնություն ա պետք։ Առանձնահատուկ երեխաներ ունեցող ծնողների ամենամեծ ցանկությունը որն է երեխաների հետ կապված։ Տեսեք, ես ամեն օր եմ շփվում առանձնահատուկ ցանկություններ ունեցող ծնողների, ասում եմ, բա որ ես չլնեմ։ Ասում եմ, սիրելիս, բայց ես Աստված չեմ։ Ես իրավունք չունեմ Աստծո գործառույթները, բայց ինչ կան որ տվել է ինձ այս պահին հնարավորություն եւ ժամանակ ամենօրյա ռեժիմով եկել ենք հաջորդ քայլին ենք պատրաստվում, հաջորդը էլ ինչ անենք, հաջորդը միշտ մի ժամվա մտածելակերպով ապրեն, անեն ու սպասեն, որովհետև մենք մինչև անցած տարի ժամանակ ամեն ինչ կոնկրետ մեր դեպքում երբեմն միգուցե թվա մենք սիրուն ենք, չէ՞ ցույց տալիս սովորաբար արդեն ստացված ապրանքը, մենք այդ ճանապարհը ցույց չենք տալիս։ Ես հիմա խոստովանում եմ, մինչև անցած տարի ամառը Գոհարը ամեն ինչ անում էր դժկամությամբ։ Ոչ, չեմ անի, չէ, ոչ, չեմ ուզում, չեմ գնա, չեմ բերի, չէ։ Այսինքն ինչ-որ բայ բեկում եղավ 18 տարեկանում հիմա նա ընդհանրապես այդ չտառը ես նույնիսկ ասում եմ ու անկախ ինձնից լսում եմ այդ չն։ Ես լսել եմ իրան ճանաչող ուսուցիչները, մարդիկ ում հետ մենք աշխատել ենք, հիմա որ կլսեն ինձ, իսկ լսելու են հաստատ, կփաստեն, որ ես ոչինչ չեմ կեղծում։ Ու ես 18 տարուց հետո նոր պտուղ եմ հավաքում, սիրելիներս։ Վերջի 6 ամիսն է, որ Գոհարն ինձ չի ասում, չէ, այսօր ասի գնում ենք երկել, ասեց 2 րոպեից մարդիկ իրան են սպասում, նստած են հյուրերը, հետո դառավ նայեց ինձ,
Լավ, մամ ջան, գնացինք։ Հասկանում եք, այդքան տարի սպասել ենք, որ հա, արել է, ինչ էլ արել է, շատ դժվարությամբ եւ այլն, համբերություն, շատ մեծ համբերություն նայ մեր հասարակությանը, ես նորից եմ կրկնում, շատ դժվար է լինելու մեր հասարակությանը, մենք պետք է համերաշխ լինենք, թող հեքիաթային չթվա, էլի ստացվում է, տեսեք, ես 3-րդ, 4-րդ օջախ եմ անցնում կրթական արդեն։ Դանդաղ, բայց փոփոխություն կա, չէ՞։ Միանշանակ կա փոփոխություն։ Այ տեսեք, մի բան էլ ասեմ, մենք լավը դժվար ենք զգում, հասկանում եք։ Տիկին Զենֆիրա, եւ հարցեր, որոնք կարճ պատասխաններ են ենթադրում, ամենաբարդ խնդիրը, որի շուրջ աշխատում եք վերջին շրջանում։ Բարդ խնդիրներ չկան։ Չեմ հիշում վերջի շրջանում։ Այն պահից, որ Գոհարը այլ չի ասում, չէ, ես խնդիր չունեմ։ Ես ժամանակի խնդիր ունեմ, շատ լավ կլիներ, օրը 27 ժամ լիներ օրինակ։ Տարին 480 օր։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն ինչ դուք կաք հիմա։ Հավանաբար Աստված ինձ շատ է սիրել։ Ես երբեմն ասում եմ, եթե պետք է իմ մարդկային որակները փոխվեին, միգուցե սա հենց այսպես պետք է լիներ, չեմ կարող ասել։ Եթե անցյալ վերադառնալու եւ մեկ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչ միանշանակ հետևոլյուցիա։ Միանշանակ։ Այսինքն գնալ դեպի գյուղը, գյուղից չգալ քաղաք, ինչի մենք ցկտում ենք, գնալ փոքրիկ սեփական տուն ունենալ։ Դուք քանի տարեկանում եք եկել։ Ես բավականին շուտ եմ եկել, 16 տարեկանից քաղաքում եմ ուսանողություն, հետո մի 2 տարով աշխատել եմ մարզում, ամուսնացել եմ նորից քաղաք։ Այսօր խորհուրդ կտամ բոլորը գոնե տարին ամառվա կտրվածքով գյուղ գնան։ Ու երազում եմ, ես հարց չտվեցիք, բայց ասեմ, որ մի օր ինքան հնարավորություն ունենամ գյուղում կալվածք ունենամ, բոլոր երեխաները գյուղաթերապիայով անցնեն։ Այդ մի ամսյա Գոհարի գյուղաթերապիան դուք չեք պատկերացնում ուղղակի, թե դա այն որ հողը չորացած է ինքը ոտքով, որտեղից որ ինքը սերել է, ինքը զգաց դա ու հենց այդ պահին հողի ու իր կապը ամրացավ, բայց դե տեսեք առանց աշխատել այնպես չի էլի, որ բայց գյուղաթերապիան հենց աշխատանքն է։ Հիմա էլ որ գնում եմ, ասում եմ հոր եղբայրը թաց չի տալու մեզ մինչև ատարները չդասավորենք։ Այսօր աչես ու ինքը գիտի խելոք։ Սուզվելով իհարկե սենսորային է զգայական, բայց օրինակ ենք ծառայում։ Մեր կյանքում մեր հետո որ առնչվել է մեր հարազատները, բարեկամները դարձել են հատուկ մանկավարժներ։ Բոլորն անխտիր։ Ես ուր գնում եմ, իրանք գիտեն, Գոհարի համար դաս է դա։ Անգամ հյուր գնացած միջավայրում, դրա համար եմ ասում համերաշխություն, մարդկային, ուղղակի օգնություն, պարզ մարդկային օգնություն, շատ դժվար է, էլի եմ կրկնում, թվում է թե ինչ եմ ասում, որ օգնություն ընդամենը, ու հետո ամեն մարդ չկարճի իր կարծրատիպից, ամենակարևորը, սարսափելի է լսել, որ դու 30 տարվա մանկավարժ ես եւ մի պարզ ճշմարտություն գիտես, չի լինում։ Եվ այդ ճշմարտությունը չի փոխվում։ Այդ 30 տարվա մանկավարժը պետք է ճշմարտություններ չունենա, նա պետք է ունենա իրավիճակներ եւ իրավիճակների հաղթահարման հմտություններ, այդ հմտացած պետք է լինի ցանկացած, բայց նայում ես Ինչն է ամենակարևորը առանձնահատկություններ ունեցող երեխայի հետ շփման մեջ։ Դիսցիպլինան, պայմաններ առաջադրելը, պայմանները խստիվ պահելը, երբեք չխաբելը։ Դու անում ես սա, ես անում եմ սա, ու երբեք հասուն հարաբերություններ։ Միանշանակ, ծնողի հետ եւս, ուրիշ տարբերակ ուղակի չկա, ոչ սերն է այդտեղ, դու սիրում ես, սերը գիտակցությունից դուրս գործառույթ է, դու կամ սիրում ես, կամ չես սիրում, բայց դիսցիպլինան դա մարդու բարձրագույն գիտակցությունն է։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Ես ամեն անգամ Չինարեսը լսելուց ինձ թվում է Կոմիտասը, եթե ոչ մի բան այլևս չգրեր, դա մի ամբողջ ազգի պատմություն է, չգիտեմ ինչի, կոնկրետ Չինարես է, որ Գոհարը երգում է, ինձ է թերապիա դա ավելի շուտ, քան իրեն։ Գիրք ռոմանտիկ գիրք կասեմ, իմ ամենատպավորված, որ ամբողջ կյանքում Ջումայի Ասկանյոնն է, ինքը իմ համար բեկումնային է եղել բոլոր գեղեցիկը զգալու, սիրելու, վայելելու, այդ բնությունը, այդ արվեստի մեջ լինելը եւ ինչը երաժշտությունը գիրքը։ Ֆիլմը շատ ցավոտ Մուսալերան 40 օրը, որը բազմիցս նայել էի, բայց մի 2 տարի առաջ ինձ խոցեց մեր տեսակի հետ կապված շատ առումներով,
ու ես այլևս չեմ նայի այդ ֆիլմը։ Երբ մարդիկ նայում են ձեր կարծիքով ինչ են մտածում։ Չեմ կարող ասել, բայց ես ինչ եմ նայում մարդկանց, ես պատրաստ եմ օգնել ամենայն անկեղծությամբ։ Ես պատրաստ եմ օգնել ցանկացած մարդու, ով կհասկանա, որ սերմը պետք է խնամել։ Ես միշտ կարողանում եմ օգնել, իմ օգնությունը ռեսուրսը ճիշտ է լինում, երբ որ դիմացինը հասկանում է, որ սերմը, որը ցանել են, պետք է խնամել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ, սիրելիս։